Այցելեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է Արտուր Օսիպյանը, ով Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից անմիջապես հետո ազատությունից զրկվեց եւ մինչեւ այսօր զրկված է ազատությունից։ Արտուր Օսիպյանը գտնվում է հացադուլի մեջ։ Եվ հացադուլի մեջ նաեւ անազատության մեջ գտնվելով Արտուր Օսիպյանը շարունակում է իր պայքարը եւ հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչեւ Նիկոլ Փաշինյանը իրեն փախած անվանելու, իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։ Արտուր Օսիպյանը պահվում է խոնավ պայմաններում, զրկված է արևային լույս տեսնելու հնարավորությունից, արև տեսնելու հնարավորությունից։ Մնացած բանտախցերի պայմանները զգալի ավելի լավ են, քան այն բանտախցի պայմանները, որտեղ պահվում է Արտուր Օսիպյանը։ Այդ բանտախուցը խոնավ է, նորից եմ նշում, այդ բանտախցում նստած անձինք արևի լույս չեն տեսնում, ուստի խոսք սողում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին եւ արդարադատության նախարարին։ Անազատության մեջ գտնվող քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը պետք է կորցնի միայն ազատությունը, այլ ոչ թե կորցնի առողջությունը, ստանա թոքաբոր կամ այլ հիվանդություն եւ պետք է չզրկվի արևի լույս տեսնելու հիվանդությունից կամ այդ բանտախցում պետք է պատերի վրա տարբեր տեսանկի սնկեր չաճեն խոնավության պատճառով։ Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի հացադուլ հայտարարած անձինք գոնե գտնվեն մնացած բանտախցերի պայմաններին հավասար պայմաններում։ Նաև ցանկանում եմ Արտուր Օսիպյանի անձնական խոսքը փոխանցել։ Արտուր Օսիպյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը փախած է եւ դա հիմնավորում է երկու հանգամանքով։ Առաջինը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել է մարտի 1-ի դեպքերին նախորդող շրջանում, որ մարդիկ փայտ քար վերցնեն եւ գնան ընկնեն Ռոբերտ Քոչարյանի փամփուշտների տակ եւ սպանվեն։ Եվ ինքը Նիկոլ Փաշինյանը հորդորելով այդ մարդկանց այդ գործողություններին դիմել, անձամբ ոչ մի բան չի արել։ Եվ այս համատեքստում նա հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյան դու փախած ես։ Փոխանցելով նրա երկրորդ հիմնավորումը նա նշում է, որ Արցախում մարդիկ սովից մահանում էին, 30,000 երեխա գրեթե ամենօրյա ռեժիմով լացում էր մի կոնֆետի համար կամ լացում էր այն պատճառով, որ ինչ-որ միտեղ նկարի վրա օրինակ բանան էր տեսնում։ Եվ Նիկոլ Փաշինյանը լինելով հայ ազգի առաջնորդը 30,000 երեխայի թողել էր անօգնական վիճակում, հայ ազգի մի հատվածին թողել էր անօգնական վիճակում։ Եվ հենց այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը կրկին փախած է։ Այսքանը մաղթենք շուտապույտ ազատություն Արտուր Օսիպյանին։